Անցյալ շաբաթվա վերջում նույն օրը հանդիպեցին եւ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները եւ հայ-թուրքական սահմանի հարցով ներկայացուցիչները միևնույն օրը։ Այո։ Ինչ որ կապ տեսնում եք դրա։ Դուք նաեւ Կաբալայի հանդիպման մասն եք։ Դե Կաբալայում եւ կապը տեսնում եմ, որ աշխատանքային այց է պայմանավորեցրած ընդհանցակարգային հարցեր լուծելու համար Թուրքիայի հետ Բաքվի հետ միաժամանակ, որովհետև այնտեղ համատեղությամբ են այդ հարցը լուծում առանց Թուրքիայի մասնակցության, ես ձեզ վստահեցնում եմ, հարցեր չեն քննարկվում, չեն լուծվում։ Թեպետ դա վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին։ Ամեն դեպքում Թուրքիան ասել է, որ իմ օրակարգի պես մի բան է, երբ որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, հետևաբար այդտեղից նաև կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որպես այդպեսին միշտ հղում է տալիս դրան։ Հետևաբար իրենց հետաքրքիր է եւ նրանք անմնացորդ չեն նաև հայ-ադրբեջանական սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համատեքստում իրենց ներգրավվածությանը, այսպես ասած, այնպես որ հայը համաձայնեցած է առասարակ աշխատանքային այցեր հետևում եմ իրադարձություններին, իհարկե դերևս չի ինֆորմացվում, թե ինչ ձեռքբերումներ կա կամ առհասարակ ինչ գործառույթ։ Դե սահմանազատման մասին չեն խոսում կամ չի արվում որևէ քայլ։ Թեկուզ խոսում է։ Հետո ի պաշտոնը չէ։ Պետք է ինչ որ բան սկսվեն անել։ Դե ինչ որտեղ տեսեք, այն ժամանակ գուցե տեսան, որ դա ինչ որտեղ երբ որ լուսաբանվում է համաժողովրդական ինչ-որ ցասում է առաջանում, լարվածություն է առաջանում, մանավանդ տեսանք այդ 12-ից 14 կիլոմետրի հատվածը ինչպես սահմանազատեցին, ինչ վերջնարդյունք եղավ, ու իրենք մտահոգված են, որ ավելորդ էմոցիոնալ ինչ-որ իրավիճակներ չստեղծելու համար դա այն գործընթացն է, որ կարելի է, այսպես ասած, ներքին պայմանավորվածություններով անել, հետո ժողովուրդը կիմանա, չիմանա, դա հարցի մյուս կողմն է, բայց գործնականում այո, դուք շատ ճիշտ նշեցիք, առ ժամանակ ինքը ոնց որ կասեցված էր գործընթացը։ Այս պահին էլ ինֆորմացիա չկա, թե հիմա ի վերջո նույն Տավուշի մարզից են սկսել։ Որտեղից են սկսում, ինչ են։ Չէ, այդ խոսակցությունը անցած տարի էլ կար, որ ըստ տրամաբանության պետք է սկսվեր Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանագլխից մեզ հայտնի Բագրադաշենի անցակետի հատվածից, հա, սահմանագծից, որը որ պետք է տրամաբանորեն շարունակվեր դեպի հարավ հասներ այն հատվածը, որտեղ որ միջանկյալ հատված որպես այդպեսին արդեն սահմանագծված է, հետո շարունակաբար իջներ Գեղարքունիքի մարզ, Վայոց ձոր, Սյունիք։ Թե ինչ ժամանակահատվածում դա կլինի, Աստված գիտի, ընդհանրապես, որովհետև միշտ իմ տարակուսանքն եմ հայտնել, գիտեք, ձեր բազմաթիվ ելույթների ժամանակ, հանրային ելույթներում ասել եմ, որ մտահոգությունն է, որովհետև դա տաժանակի դժվար աշխատանք է, առավել եւս, որ այդտեղ հələ չգիտենք կոմպետենտ մասնագետներ ներգրավված են այդ աշխատանքներին, թե ոչ։ Ամեն ինչ եթե լինի էլ, բայց ոչ որևէ անգամ չի ասվում, որ օրակարգում է այդ հանդիպումների անեքսիայից ազատվելու հարցը։ Հասկանալի, այո, այդ էլ կա, բայց խնդիրը հիմա այստեղ տեսեք որն է, ըստ այն խաղաղության դարաշրջան կոչված այդ համատեքստում եւ այդ ոգուն համահունչ փորձում են իրականացնել մի աշխատանք, որ առաջնահերթ է։ Չէ, ասում են բառ, որ սահմանազատումը լուծելու է այդ հարցը։ Դե եթե լուծելու է, ստացվում է, որ կոնֆլիկտային իրավիճակ այլևս չի լինելու, համենայն դեպս գոնե այդ սահմանների առումով։ Դուք եք վստահ, որ լուծվելու է։ Եթե պատշաճ աշխատանք կատարվի, եթե գրագետ աշխատանք, եթե այդտեղ միակողմանի զիջումներ չլինեն, եթե այդտեղ ճնշումների արդյունքում որոշակի զիջումներ չլինեն, լրիվ հավասարության սկզբունքներով եւ անաչառ անկողմնակալ ձևաչափով դա տեղի ունենա, գուցե իհարկե այն մասով, որ գոնե այս ձևավորված ստատուս քվոյի պայմաններում հայ-ադրբեջանական սահման կուրվագծվի։ Այն սահմանը, որը մինչև այս պահը ստացվում է վարչատարածքային միավոր բաժանարար գիծ էր, որպես այդպեսին, հետխորհրդային, գիտեք, կարգերի ժամանակ, բայց այս պարագայում ես ուրիշ վերապահումներ ունեմ։ Այստեղ ես ունեմ նաև լուրջ մտահոգություններ, թե արդյոք իրոք իմ կողմից վերը նշված այդ անաչառ անկողմնակալ եւ առանց զիջումների կլինի այդ process-ը։ Այսինքն արտաքին օրակարգում Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Հայաստան գործընթացները նույն սինխրոնիզացված։ Հա, այո, միանշանակ։ Եվ դրա մասին բացահայտ խոսում են պաշտոնապես երկու կողմերն էլ։ Ընդ որում առանց կաշկանդվելու, որտեղ թուրքական իշխանությունները ամեն պատե անպատե առիթին ասում են, որ մեր եւ Հայաստանի հետ հարաբերությունների զրոյական կետից ինչ որ մի փուլի անցումը դա ուղիղ կապված է
Հայաստան-ադրբեջանական Թրիպի գոյությունը այդ կոնստրուկցիան չի փոխել։ Ոչ, չի ասի։ Մանավանդ որ իրենք եւս այդ մասով անմնացող չեն, այս մասով հակառակը իրենք համատեղ են գործում եւ այս մասով իրենք ավելի շատ շահագրգռված են, որբիսի այդ թրիպ ասածը, որքան էլ մենք թրիպ ենք անվանում իրենք Զանգեզուրի միջանցք այլ այդուհանդերձ կիրառում են այդ արեստածին տերմինը, բայց փաստացի իրենք իրանց մոտ ավելի հեռահար նպատակների ֆոնի վրա է դա ծառայում։ Մեզ բոլորիս հայտնի թուրանական մեծ գաղափարի այդ թուրանական աշխարհին որպես կաբող միջանցք։ Եթե մենք ձևակերպում ենք, որ դա թրիպ միջանցք է, որը ծառայելու են ընդհանրապես ցամաքային Ադրբեջանը Նախիջևանի կապի միջոց ստեղծելու համար, դա բա իրենց համար ավելի լուրջ գեոպոլիտիկ նպատակ է դա պնդում, այդ էլ գաղտնիք չի, դրա մասին են ուղիղ։ Իրանց համար, մեզ համար ինչ է այդ նույն նպատակը։ Մեզ համար դա ամենայն դեպս գործող իշխանությունները ներկայացնում են, որ դրանով մեր բյուջե գումար է մտնելու, մենք դրանով անմնացող չենք մնալու տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցներից, մենք օգտվելու ենք մի շարք հնարավորություններից, մեկուսացված, իզոլացված չենք շարունակելու մնալ եւ այլն եւ այլն։ Հայտնի խոսույթներ։ Հաջևն այսօր ասում է, որ Զանգեզուրի միջանցքին ինքը այդ տերմինն է օգտագործում, ճիշտ է այդ մասով, որ պետք է մասնակցի նաեւ Եվրամիությունը։ Ասում է։ Հետաքրքիր դեպ մոտեցում է։ Մինչև այս պահը որևիցե թուրքական կամ անակնկալ, ինչ էին ուզում։ Ինչ ագնարգը ինչի մասը, տեսեք, ես չեմ կարող մեկնաբանել Հաջիևի մտքերը, կարող եմ վերլուծելով հանգուցալուծման այս ենթատեքստը տեսնել դրա մեջ, որ այդուհանդերձ դրանով նաև շահագրգռված են մի շարք եվրոպական երկրներ, որովհետև եթե միջին միջանցքի տրամաբանության շղթայով ես նայում, իրենց ասած Զանգեզուրի միջանցքը դա առաջնահերթ եվրոպական երկրների համար հետաքրքիր է, որտեղ այդտեղ արևելք արևմուտք այդ Մեդաքսի ճանապարհով նաև օգտվելու են եվրոպական երկրները։ Այդ տրամաբանության, այսինքն նաև ինվեստիցիաների տեսանկյունից նաև եվրոպական երկրները կա եւ այդտեղ հաբա դառնում Թուրքիան որպես այդպեսին նաև, որտեղ այդ ապրանքաշրջանառությունը ամբողջացման կենտրոնացվելու է Թուրքիայում եւ Ստամբուլը դառնում է այնպիսի մի հատված, որտեղից ամբողջական Եվրոպան մատակարարման սկզբնաղբյուր է դառնում։ Դե տեսեք, բոլոր պոզիտիվ հայտարարություններին եւ նպատակներին այնուամենայնիվ սպասողական վիճակը պահպանվում է։ Այո։ Բոլոր կողմերի։ Ինչին են սպասում։ Դե ասեցի արդեն թուրք-ադրբեջանական կողմը օր առաջ սպասում է, որ իրանց մասով արդեն աշխատանքները ավարտել են գրեթե մինչև Միջնավան հատվածը, այսինքն Հայաստանի հետ սահմանը, Նռնաձորի հատվածը, ակնկալում են, որ հայկական կողմը ոնց որ ստանձնել է այդ պարտավորությունը 42 կիլոմետրի վերակառուցման աշխատանքները մաքսիմալ արագ ժամկետներում գործի անցնել եւ կատարածել, կապը ստեղծել Նախիջևանի հետ։ Մենք գիտենք, որ լայն թափով աշխատանքները, շինաշխատանքներ են գնում հիմա Իգդիրից դեպի Նախիջևան, հետեւաբար նրանք այդ ակնկալիք ունեն, որ օր առաջ շահագործվի այդ ճանապարհը։ Հայկական կողմը ժամանակ է փոխելու, մինիմում 2-3 տարի դա աչքի առաջ պետք է։ Այսինքն այդ 2-3 տարվա ընթացքում արտաքին քաղաքական զարգացումները սառեցվելու են։ Ոչ, արտաքին քաղաքական զարգացումները ինքնահոս գնում են այդ տրամաբանության շղթայում, այստեղ ոչ մի բան տեկտոնական ինչ-որ տեղաշարժեր չի լինելու։ Գոյություն ունի արդեն պայմանավորվածություններ Վաշինգտոնյան, ես չեմ կարծում, որ որևիցե կողմ փորձի իրարամերժություն անի կամ փորձի հակառակ պատկերով ինչ-որ շարժվի իր օրակարգով, որտեղ այդտեղ կա արդեն հստակ եւ կոմպրոմիս եւ համաձայնություն եւ կոնկրետ գործնական քայլեր։ Խնդիրը այլ բան է, եթե դուք ինձ հարցնեք, լավ ինչ կարող է տեղի ունենալ մինչև այդ թրիպի ճանապարհը, մենք մեր մասով կառուցենք այդ 3-ից 4 տարի, որտեղ ներքաղաքական կյանքում հազար ու մի բան կարող է տեղի ունենալ, որը ազդի արտաքին քաղաքականության մեջ, ես ուղիղ կապ կստեղծեի արդեն առաջիկայում տեղի ունենալիք, հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասով, որովհետև եթե Հայաստանում տեղի ունենան տոտալ վերափոխումներ, այսինքն ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը ասվածը կարողանա գալ իշխանության, գուցե այս ամեն ինչը Ինչ բան եք ասում, ով է հավաքական ընդդիմությունը։ Այդտեղ շատ լուրջ խնդիր առաջանում, որտեղ մինչև հիմա չի ձևավորվում այդ հավաքական ընդդիմություն ասածը։ Այդ հավաքական ընդդիմությունը դա նույն խորհրդարանական ընդդիմությունն է եւ նոր ուժերը, որոնք ձևավորվում են։ Այսինքն տեսեք օրինակ այսօր կարդում եմ մամուլը, ասում են, որ որոշակի
չելտնմենական պայմանավորվածություն, ասենք համաձայնություն, ասենք ամենայն դեպս փորձում են առանց իրար պիդագավորելու, առանց վանկարգելու գան մի համաձայնության, որ իրար չեն փնովելու, չեն վարկաբեկելու, փորձեն քաղաքական օրակարգ ձևավորեն, եթե չխանգարեն, եթե չօգնեն, գոնե չխանգարեն մեկ-մեկու։ Հիմա այդ համատեքստում նոր ուժերը արդյոք ցանկություն, տեսեք կան ուժեր, որոնք նոր են ձևավորվում, բայց բացառում են նախկիների վերարտադրություն, առհասարակ նույնիսկ խորհրդորում են ու այսպես հրամայական իմպերատիվ կերպով ասում են, որ նույնիսկ նախագահները նախկին չմտնեն խաղը։ Դե եղավ որ ձեր ասած հավաքական ընդդիմությունը չի ձևավորվի, անհնար է այդպես։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ պատկերը ոչ ոք չի պատկերացնում։ Չէ, դա ուրվագծվում է ուրիշ բան, որ ունեն 1 տարի ժամանակ, 1 տարին քիչ էլ է որպես այդպեսին, բայց համենայն դեպս ունեն 1 տարի ժամանակ ուրվագծվելու, որպես այդպեսին կոնկրետ կոնֆիգուրացիայի տեսքով ներկայանալու, ես դրա մասին եմ ասում, որը որ կտանի նրան, որ հաջողելու դեպքում եւ իշխանափոխության դեպքում այս ինչ որ արտաքին վեկտորում մենք տեսնում ենք ու ինչ որ պայմանավորվածություններ գուցե եւ այդ իշխանությունները փորձեն կամ կասկածի տակ դնեն կամ այլ մոդեցում դրսևորեն, այլ քաղաքականություն վարեն եւ այլն, խոսքը դրա մասին։ Դուք պատկերացնում եք մի թևը իշխանությունն է, այո, մյուս թևերում շարված են ընդդիմադիր ուժերը միայն։ Ну պատկերավոր, եթե ասած այո։ Ուրիշ բան, որոնք որոշ ուժեր ներկայանում են որպես պրոիշխանական, բայց այլ դիրքորոշում ունեն, շատ դեպքերում ցուցադրում են որպես իրենց հագաիշխանական ու հագառակը ուժեր, որոնք որ կարծես սնվում են իշխանություններից, բայց դիրքավորվում են որպես հագաիշխանական։